Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ 5 տարի առաջ այսօրը սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հարավության 7:10-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր եւ շրջադարձային էջերից մեկը։ Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով։ Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետ Փաշինյանը, «Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը», գրել է վարչապետը։ 44-օրյա մարտական գործողությունների օրերին եւ դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խորը հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։ Facebook-ի իր էջում գրել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց եւ ընտանիքների իրավունքները, որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության արժանապատիվ կյանքի, խաղաղ եւ անվտանգ ապագայի երաշխավորումը, նշված է գրառման մեջ։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է, Նյու Յորքում նա մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակներում նախատեսվում է վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս այս օրերին աշխատանքային այցով Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այցի շրջանակներում նաեւ մի շարք հանդիպումներ է նա ունեցել երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով։ Արարատ Միրզոյանն ու Միացյալ Նահանգների սպառազինության վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսեն քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Երկուստեք ընդգծել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքների ակտիվ դինամիկան։ Արարատ Միրզոյանը եւ Բրենտեն Քրիստենսեն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ փոխգործակցության հարցերին։ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպմանն էլ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանն ասել է, որ Հայաստանը Եվրամիությունը, այդ թվում Գերմանիան, դիտում է որպես իր ընտրած ժողովրդավարական զարգացման ճանապարհին կարևոր գործընկեր, ինչն իր արտահայտությունն է գտնում երկու երկրների միջև հարաբերությունների բովանդակության մեջ։ Ընդգծելով Հայաստանի եւ Գերմանիայի միջև ձևավորված համագործակցության նշանակալի հիմքերը, զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։ Արարատ Միրզոյանն անդրադարձ կատարելով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իր գործընկերոջը տարածաշրջանային հարցերին եւ Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը շարունակական ուշադրության համար։ Հայաստանի ու Անգոլայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ինչը համահունչ է աֆրիկյան երկրների հետ գործընկերության զարգացման Հայաստանի Հանրապետության մոտեցումներին։ Որպես համագործակցության շոշափելի ներուժ ունեցող ոլորտներ Հայաստանի եւ Անգոլայի նախարարներն առանձնանշել են նորարարական կրթության, գործարար կապերի եւ արհեստական բանականության ուղղությունները։ Երկու երկրների միջև քաղաքական երկխոսության եւ կրթության ոլորտում համագործակցության նպատակով Արարատ Միրզոյանը եւ ՏՏ Անտոնիոն ստորագրել են երկու փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմներ դնելու մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի եւ Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև դիվանագիտական կրթության եւ պատրաստման ոլորտում համագործակցության մասին։ Հայաստանի եւ Անգոլայի արտաքին գործերի նախարարները կարևորել են նաեւ բազմակողմ հարթակներում առավել ակտիվ փոխգործակցությունը։ Տիգրան Վակիմյան, Հորիզոն։
Նյու Յորքում արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանն եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Սաուդյան Արաբիայի թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ներքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծակած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել։ Տարվում են աշխատանքներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ Հաշվի առնելով քրեական վարույթի հանրային հնչեղությունը, քննչական կոմիտեն քննության արդյունքների մասին օրենքով նախատեսված թույլատրելիության սահմաններում պարբերաբար հանդես կգա հաղորդագրությամբ։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարություն է տարածել առաջիկա օրերին մի շարք բնակավայրերում սպասվող գազանջատումների մասին։ Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ Վեդու ԳԲԿ-ի կապիտալ նորոգում իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին ժամը 9-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21-ը կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի Դաշտաքար եւ Ուրցաձոր բնակավայրերի գազասպառողների Վեդիգազ Դեյվ ՍՊԸ-ների ԱԳԼՉԿ-ների Effect Group ՍՊԸ-ի Մասիս Տոբակո ՍՊԸ-ի գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ի ժամը 9-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջերարատ, Ջերարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեր, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ցիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերտ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների Մաս Գազ, Լի Գազ, Աշոտ Միրզոյան, Տնկարան, Առաջին Ծիծեռնակ, A&G Group, Մելինե Էմիլիա Աշտարակ, Մելինե Էմիլիա Զվարթնոց, Բուատ Մանիգրանտ, ԳԳ Միսակյան Ներսես ՍՊԸ-ների եւ Քոչարյան Կարինե Աձեի ԱԳԼՉԿ-ների, Արաքս թռչնաֆաբրիկայի Davlex ՍՊԸ-ի, Արատա Դիստիլերի ՍՊԸ-ի, Արմեն Ալկո ՍՊԸ-ի, ATM ՍՊԸ-ի, Միլքո ՓԲ-ի, Մերձավանի կոնյակի գործարան ՍՊԸ-ի, Ա Կազումյան ՍՊԸ-ի, Պետրոսյան Դավիթ ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին ժամը 9-ից մինչև 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան, Դպրոցի, Զաքարյան, Բանակի, Հերացու եւ Վարդանանց փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 30-ին ժամը 10-ից մինչև 18-ը կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի Պարուր Սևակի փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/14 բազմաբնակարան շենքերի Սարկաֆագի, Քանաքերցու, Աղասու, Քանաքեր առաջին եւ երկրորդ փողոցների, Քանաքեր առաջին, երկրորդ, երրորդ նրբանցքների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ժամը 10-ից մինչև 14-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 41-53 բազմաբնակարան շենքերի, Լազյան փողոցի թիվ 32-ից 37 բազմաբնակարան շենքերի,
Գարեգին Նիժդեի փողոցի թիվ 2, 4, 6, 8 բազմաբնակարան շենքերի, Խորենացու փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի և նշված փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանային Սարահարթ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ժամը 10-ից մինչև 18-ը Կոտայքի մարզի Թեղենիկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Ժամը 9:30-ից մինչև 17:40-ը Գեղարքունիքի մարզի Մադինայև Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտություն և խնդրում է պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության Տելեգրամի ալիքին։ Առայժմ այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։